մենք ունենք թեժ կարգավորված օրենսդրություն, մասնավորապես որոշակի առումով մեր երկրում կա եւ գործում է խտրականությունից պաշտպանության իրավունքը, քանի որ առաջին հերթին դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, բայց հետևանքի տեսանկյունից այդ իրավունքի խախտման մենք ունենք որոշակի բացեր։ Եվ մեր քաղաքականությունը ուղղված է այդ բացերը լրացնելու։ Նախ, ինչպես մեր եվրոպացի գործընկերներն են նշում, մենք չունենք մեկ միասնական օրենք, որը պետք է պատասխանատու լինի խտրականությունից պաշտպանության եւ խտրականության կանխարգելման համար, հետո չունենք կարգավորումներ ատելության խոսքի պատասխանատվության սահմանման համար ամբողջ ծավալով։ Մենք ունենք միայն քրեական պատասխանատվություն այս բանում։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ եւ կարծում եմ, որ շատերը եք տեղյակ, որ Արդարադատության նախարարության կողմից գործընկերների օգնությամբ մշակվել է խտրականությունից պաշտպանության եւ խտրականության կանխարգելման մասին օրենքի նախագիծը, որը արդեն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում քննարկումներից հետո իհարկե կմտնի կառավարության նիստերի օրակարգ։ Մեր պլանավորմամբ ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի ընթացքում օրենքը կքննարկվի եւ կընդունվի։ Այսինքն մյուս գարնանը մենք այլևս ունենանք գործող օրենք, որը վերաբերելու է խտրականության կանխարգելմանը եւ խտրականությունից պաշտպանությանը, որը սահմանելու է խտրականության ձևերը, խտրականության զոհերին, նրանց պաշտպանության միջոցները, իրավասու մարմնին, որը զբաղվելու է այդ բոլոր գործառույթներով, միջանկյալ պաշտպանական միջոցների կիրառման հնարավորությունը, կիրառող մարմիններին է սահմանելու եւ այլն։ Սա կարծում եմ առաջանցիկ քայլ է լինելու ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ատելության խոսքին, պետք է նշեմ, որ մենք արդեն մշակել ենք նախագիծ, որը պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի դրսևորումների, որը բոլոր տեսակի դրսևորումների համար, եւ այդ պատասխանատվությունը լինելու է եւ քաղաքացիական եւ վարչական կարգով։ Կարևոր է նկատի ունենալ, որ սուբյեկտի շրջանակներում մենք դիտարկում ենք ոչ միայն ատելության խոսք հնչեցրած անձին, այլ նաեւ այն հարթակներին, որոնք տարածելու են ատելության խոսքը։ Խոսքը սոցիալական կայքերի նմանատիպ այլ հարթակների մասին է, այսինքն պատասխանատվության սուբյեկտ համարվելու է նաեւ համապատասխան հարթակը, որը տարածելու է ատելության խոսքը։